այսօր կանգնում են ասում, որ փախել են, չեն եկել։ Լավ, եթե փախել են, չեն եկել։ Գլխավոր գերագույն հրամանատարը դու ես։ Ինչու՞ չես պատժել։ Եթե իրոք թողել են դիրքերը փախել։ Այնքան էլեմենտար բաներ կա, եւ հիշում եք այն Իսկանդարի մոմենտը, որ ասում է 10% պայթել։ Այ խելոք, գոնե մոտ մին մասնագետ չունես, քեզ բացատրեմ, որ պատկերացնում ես հրացանը խփես 10% պայթի, այդպեսի բան չէ, փամփուշտը 10% պայթի։ Եվ ավելի կարևոր հարց, ինչու այն ժամանակ չեն խփել Բաքվի այդ նավթամուղին, եթե խփեին Իսկանդարը, պատերազմը կավարտել։ Իսկույն կավարտել պատերազմը։ Իսկ չեն խփել, որտեղ պայմանավորված ա եղել։ Բոլորն էլ գիտեին։ Ես լինելով աշխարհազորային կարող եմ ներկայացնել, որ աշխարհազորայինները, որ եկել էին Հայաստանից, ես ամսի 28-ին, սեպտեմբերի 28-ին, ես ցուցակագրել եմ 189 հոգու Հայաստանի Հանրապետությունից եկած։ Մարդիկ են եղել, որ կյանքում ավտոմատով կրակած չկային, բայց այդ մարդիկ եկել են, որ կռվեն։ Հիմա նմանատիպ մարդկանց վերցել են տարել խրամատները։ Այդ մարդիկ մնացել են 10 օր, 20 օր, ոչ մի օգնություն, ոչ մի բան, խրամատները թողել են դուրս եկել։ Որտեւ իսկականից ոչ հրամանատար կա, ոչ բան կա, եւ ոչ սնունդ կա։ Այդ մարդիկ ոնց մնային։ Փաշինյան։ Էդ էլ քո արածը։